այն ինչ որ տեղի ունենում Իրանում, դա անմիջականորեն տնտեսական առումով շատ մեծ հարված է մեր հանրապետությանը։ Պարենային անվտանգության հարցը դնում ես համապատասխան ներկրումների ծրագրի ներքո, այդ նշանակում է, որ դու լավ չես պատկերացնում ապագան քո անելիքները։ Չկա խաղաղություն, կա խաղաղության պատրանք կամ այդպիսի մատուցված, այդպիսի ինչ-որ իլյուզիա, եւ քանի դեռ ընտրություններ են եւ ընտրություններով չի վերարտադրվել Ադրբեջանին եւ Թուրքիային հաջո իշխանությունները, ապա կարող են ժամանակ առ ժամանակ այդպիսի բեբանքանացված մատակարարումներ իրականացվել։ Ադրբեջանից մատակարարումները այդ կոմունիկացիոն ճանապարհները բացելը մի կողմից Ադրբեջանին կարծես թե ճակերտավոր ասած մաքրում է այն մեղքը, որ ինքը գործել է մարդկության հանդեպ, մյուս կողմից ստեղել ունի նախընտրական որոշակի պաստառային նշանակություններ։ Մեր ասածը տնտեսական մոդելն է, որ դու պետք է ուղղակի կառուցվածքային փոփոխության ենթարկես քո տնտեսությունը։ Դու պետք է արտադրես շատ գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական արտադրանք եւ վաճառես դրսում։ Քո սպառողը պետք է լինի ոչ թե 3 միլիոն, այլ պետք է լինի 30 միլիոն, 300 միլիոն։ Ամենակարևորը գիտեք որն է, որ հավաքական առումով կարծես թե ընդդիմադիր կեցվածք ունեցողները շատ ավելի համոզիչ բաներ ունեն ասելու, չէ՞, համընդհանուր եթե վերցնենք, չէ՞, բայց այսօրվա իշխանությունները չունեն որևէ համոզիչ բան, որտեղ իրենք չեն կարող տնտեսական առումով խոսել օրինակ օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին։ Մենք առաջարկելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը համաչափ հարկային բեռ։ Մենք չենք ասում, որ դու չպետք է հարկվես, մենք ասում ենք դու պետք է հարկվես, բայց քո նկատմամբ հարկային բեռը ոչ թե պետք է լինի պատժիչ, այլ պետք է լինի հասկանալի։ Դրա համար մենք մի շատ կարևոր բան ենք ասում, քանի դեռ ես այդ համաչափ բեռի իրավակարգավորումները չեմ ներկայացրել քեզ, ես կվերացնեմ այն օրենսդրական փոփոխությունները, որով որ 25 թվականի հունվարի 1-ից քո հարկային բեռը կրկնակի բարձրացավ։ Armenian Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, շնորհակալ եմ պարոն Անանյան մեր հրավերը ընդունելու համար, իհարկե անդրադառնալու ենք բազմապիսի հարցերին, առաջին հերթին տնտեսական անվտանգությանը եւ ձեր ներկայացրած քաղաքական միավորի առաջարկներին ընտրություններից առաջ, բայց իհարկե մեր երկրի համար կարևորագույն թեման, կարևորագույն հարցը այս ժամանակահատվածում եւ վերջին տարիներին անվտանգություն է։ Դրա բաղադրիչներից մեկը տնտեսական, ֆինանսական անվտանգություն է եւ ընդհանուր այն քաղաքականությունը, որը վարվում է թե մեր երկրից դուրս, թե մեր երկրի ներսում, բայց սկսենք մեր հարևանությամբ տեղի ունեցողից, մեր տարածաշրջանը այսպես եռում է պատերազմը, որը Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև է տեղի ունեցել, տեղի ունենում, այդ պատերազմը իհարկե նաեւ տնտեսական եւ ֆինանսական հետևանքներ ունի։ Մենք փորձում ենք հասկանալ, նաեւ օգտվելով առիթից ձեր միջոցով հասկանալ, թե դա ինչ ռիսկեր է մեզ համար պարունակում, ի վերջո լոգիստիկ խնդիրներ կան, այս վերջի տարիներին մեր երկիրը այսպես տրանզիտային մի կետի է վերածվել հյուսիս-հարավը եւ հյուսիս-արևմուտքը միացնող, բայց Իրանի հետ կապը կարծես թե այս պատերազմի հետևանքով տուժում է։ Հիմա սա ինչ ռիսկ է մեզ համար պարունակում։ Շնորհակալություն հրավերի համար։ Դուք շատ լավ ձևակերպեցիք եւ ըստ էության շեշտադրումները արդեն ճիշտ դասավորեցիք։ Տեսեք, տնտեսական առումով խոսենք տարածաշրջանում մեր դիրքավորման մասին եւ Իրանի նշանակության մասին, հետո մի քիչ էլ քաղաքական առումով կարծես թե այդպես կամփոփենք։ Հայաստանը ըստ էության ունի 4 սահման 4 երկրների հետ, որից երկուսն են ըստ էության բաց եւ ժամանակակից աշխարհում, այո, լոգիստիկ կարողությունները եւ տնտեսությունը սպասարկող այդ արտերիաների ֆունկցիան իրականացնող բաներն են շատ կարեւոր, որոնք որ ապրանքների եւ ծառայությունների ոչ մենակ ինքնարժեքի վրա, այլ նաեւ հասանելիությունն են ապահովում արտաքին աշխարհի հետ։ Մենք ունենք ըստ էության, եթե պայմանական արենք, հյուսիսում ունենք Վրաստան եւ հարավում ունենք Իրան։ Եվ
տնտեսության լոգիստիկ կարողությունները չափվում են նավահանգստային հասանելիությամբ, այսինքն ինչքան ժամանակ կամ ինչքան տևողություն կամ ինչպիսի լոգիստիկ հնարավորություններ ունես դու քո ապրանքները հասցնել ամենամոտակա այնպիսի լոգիստիկ հանգույց նավահանգիստ այս բaragայում, որը որ կապված է աշխարհի գրեթե բոլոր առևտրային եւ արդյունաբերական կենտրոնների հետ։ Բնականաբար դա հարավում Բանդար Աբասն է, հյուսիսում մենք ունենք Փոթի եւ Բաթումի նավահանգիստները, հեռանկարային ունենք նաեւ Անակլյան։ Հիմա եթե մենք վերցնենք, որ մեր մոտ հարավն ու հյուսիսն է գործում որպես ուղի լոգիստիկ առումով եւ դրա համար հյուսիս-հարավ ավտոմայրողի, հյուսիս-հարավ երկաթգիծ մենք անընդհատ դա խոսում ենք, որովհետեւ լոգիստիկ առումով ոչ մենակ դա մեր առաջնահերթ հնարավորությունն է, այլ նաեւ արտաքին աշխարհի հետ որևէ ձև կամ որևէ կերպ ինտեգրվելու մեր հնարավորությունն է, ապա հարավը դա մերձավոր արևելքը մեզ հասցնող Իրանն է, Իրանի տարածքում գործող Բանդար Աբասը։ Մենք տեսնում ենք, որ Բանդար Աբասը նավահանգիստը բավականին հարվածներ է կրել եւ ինքը իր ֆունկցիոնալությունը դեռևս պահպանում է որոշակիորեն, բայց նաեւ այսօր էլ որոշակի խնդիրներ կան Բանդար Աբասի նավահանգիստի հասանելիության հետ կապված։ Այսինքն այսօր էլ այդ պատերազմը, որը մեր քթի տակ իրականացվում է, գնում է, ինքը մեր տնտեսությանը այսօր հարավային սահմանում կամ հարավային հասանելիությունը արտաքին աշխարհի հետ բավականին սահմանափակել է։ Չնայած եթե մենք գնանք եղել է նաև այս պատերազմական շրջանում մենք այցելել ենք Սյունիք եւ նոր ճանապարհային հանգույցով փորձել ենք Կապան գնալ Կապանի ճանապարհին մենք տեսնում ենք, որ բեռնատարների մեծ բաներ կան, խցանումներ կան, այսինքն խցանումները մի կողմից վկայում են նրա մասին, որ կարծես թե որոշակիորեն կա շարժ տրանսպորտային, բայց խցանումը նաև միաժամանակ վկայում է, որ կարծես թե նաև Իրանի տարածքում որոշակի սահմանափակումներ կան դրանց տեղաշարժի կամ նաև անվտանգ չի դրանց տեղաշարժ եւ Հայաստանը ժամանակավոր ընտրված է որպես, այսպես ասած, հանգստի, ճակերտավոր ասած, ինչ որ մի դաթարի վայր եւ սպասում են մի քիչ ավելի նպատակահարմար ժամանակների վրա հասնելուն։ Հետևաբար, եթե ամփոփենք տնտեսական առումով Իրանում տեղի ունեցող պատերազմը, դա առաջին հերթին կտրում է մեր լոգիստիկ հնարավորությունը կապը Բանդար Աբասի հետ։ Չհաշված նաև, որ մենք ունենք հարավային փոխհարաբերություններ հենց Իրանի հետ, իհարկե որոշակի սահմանափակումներով, բայց ունենք։ Հետևաբար Իրանի այն ինչ որ տեղի ունենում Իրանում, դա անմիջականորեն տնտեսական առումով շատ մեծ հարված է մեր հանրապետությանը։ Եթե քաղաքականն էլ գումարենք դրան, ապա տարածաշրջանում ցանկացած տեղափոխություն կամ փոխատեղում թուրքական, իրանական հակակշիռների վերաձևակերպում ինքը գոյութենական սպառնալիք ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այսինքն տնտեսականը տնտեսական, բայց ինքը տնտեսական եւ քաղաքական բանում հարթության մեջ եւ այդ համատեքստում պետք է նայել զարգացումները Իրանում։ Այս պարագայում շատերը այժմ խոսում են, որ Թրիփի նախագիծը, որը 2025-ի օգոստոսի 8-ին կարծես այսպես հիմնադրվեց, այդ նախագիծը հետագայում արդեն կարծես փաստաթղթային որոշակի ձևակերպումներ արվեցին, այս նախագիծը կարծես հարցականի տակ է մնում, թե Իրանը ինչ իրավիճակում էլ դուրս գա այս պատերազմից, ամեն դեպքում Իրանի քթի տակ Իրանը չի թույլ տա, շատերը նշում են, չի թույլ տա ամերիկյան ներկայություն։ Այս պարագայում Թրիփը մեզ համար Հայաստանի իշխանությունները գործող անդադար նշում են, որ Թրիփը մեզ համար նաև արևմուտքը արևելքի հետ միացնելու այդ հնարավորություններից, այդ արտերիայից օգտվելու, ինչպես դուք եք նշում, այդ մեկ եւ այլ արտերիայից օգտվելու մեծ հնարավորություններ էր տալիս եւ կտա։ Հիմա մենք ինչ հասկանանք, Թրիփը հարցականի տակ է թե ոչ։ Թրիփի նշանակությունը չպետք է բաղադրիչները իրարից տարանջատել, այսինքն կա քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական բաղադրիչ, դրանք էլի նույն համատեքստում եւ որպես համախումբ պետք է նայենք։ Մենք Թրիփը դիտարկում էինք եւ դիտարկում ենք նաեւ այս պահին էլ որպես խաղաղության համար կարեւոր գործոն հանդիսացող փաստաթուղթ, որի նշանակությունը եւ որի, այսպես ասած, ստատուսը ավելի բարձրացնելու հնարավորություն պետք է փնտրենք։
Այսինքն օրինակ միջազգային պայմանագրի ստատուսի մասին է խոսքը։ Մենք սա մինչև այս վաղ անցյալ մենք դրա մասին էինք մտածում եւ դա նաեւ հանրության հետ կիսում էինք մեր կարծիքները, տեսակետները։ Դուք որ ասեցիք թրիպը արդյոք իրագործելիության հետ կապված խնդիր կա այսօր թե չէ, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը որոշակի իր մտահոգությունները եւ դիրքավորումն է հայտնել տրիպին վերաբերյալ։ Տեսեք, մեր հարևան երկիրը ունենալով հազարամյա պատմություն եւ նաեւ դիվանագիտական այդպիսի ընկալունակություն, ինքը հասկանում է թրիպի նշանակությունը Հայաստանի համար։ Հետևաբար իրենք ոչ թե բացառում են թրիպի լինելիությունը, այլ թրիպը համարում են ամերիկյան մասնակցությունը տարածաշրջանում, իրենք համարում են վտանգավոր իրենց համար եւ ասում են, որ պետք է նայել Հայաստան-Իրան սահմանի եւ այդ շատ կարեւոր սահմանը պահպանելու նկատառումներից ելնելու հետ ամբողջ համատեքստում։ Իրենք մի կողմից մեղադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմ է սանձազերծել իրենց դեմ, բայց միևնույն ժամանակ իրենք նաև ցույց են տալիս, որ իրենք հասկանում են հարևան բարեկամ երկրի Հայաստանի շահերը։ Հետևաբար իրենք նույնիսկ դիվանագիտական խողովակներով թրիպի վերաբերյալ որոշակի անտագոնիստական դիրքերից չեն հանդես գալիս, այլ իրենց ուղղակի մտահոգությունն են հայտնում, որ թրիպի իրագործելիությունը կախված է Հայաստան-Իրան սահմանի անխափան գործունեության հետ։ Սա ես կասեի, որ մեր հարևան երկիրը լինելով շատ ծանր կացության մեջ ինքը ցույց է տալիս իր դիվանագիտական ճկունությունը իր հարևան եւ բարեկամ երկրի նկատմամբ։ Հետևաբար մենք կարող ենք ասել, որ թրիպը իրագործելիության հետ կապված կան հարցականներ։ Այո, կարող են լինել այդպիսի հարցականներ, բայց մենք պետք է թրիպին վերաբերենք այնպես, ինչպես որ վերաբերվել ենք ոչ վաղ անցյալում, այսինքն ինքը խաղաղության առումով կարևոր գործոն է եւ իր ստատուսը որպես իրավակարգավորման փաստաթուղթ պետք է մեր կարծիքով բարձրանա եւ մենք անպայման պետք է դրա իրագործելիության հետ կապված, եթե հնարավորություն ունի, նաեւ չգիտեմ, կարող է մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե մենք կարողանանք նաև միջնորդ հանդիսանանք, որպիսի էսկալացիոն որոշակի բաներ կարողանանք բուֆերային ինչ-որ մի հատ հետաքրքիր դերակատարում ունենանք, դա շատ լավ կլինի, բայց սա համարեք, որ կիսաֆանտաստիկայի ժանրից էր։ Այսինքն մենք մի կողմից ունենք բարեկամ երկիր, իդեմս Իրանի, մյուս կողմից ունենք ռազմավարական նշանակություն ունեցող երկիր իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, որի վկայությամբ, որի հետ անմիջականորեն ստորագրված տրիպը ինքը ունի խաղաղություն ապահովելու գործոնի շատ կարևոր նշանակություն։ Այս երկընտրանքի ոչ թե պետք է լինի երկընտրանք, այդ ամեն ինչ պետք է նայել միևնույն համատեքստում, մենք պետք է լինենք շատ ճկուն եւ որևէ կողմին որևէ կերպ չնեղացնենք եւ որևէ կողմի մեր գործողություններով չբերենք անհավասարակշիռ ինչ-որ իրողությունների կատարման։ Մենք մեր գործողություններով, պարոն Անանյան, առաջին հերթին պետք է մեր շահերը պահենք, նաեւ մեր անվտանգային խնդիրները լուծենք։ Այդ անվտանգային գործոններից մեկը նաեւ պարենային անվտանգությունն է։ Դուք դրա մասին մասնակիորեն փաստորեն խոսեցիք, հաշվի առնելով լոգիստիկ այդ արտերյանների գործունեությունը։ Հիմա պարենային անվտանգության քաղաքականության մասին խոսելիս կամ քիչ է խոսվում դրա մասին, կամ եթե խոսվում է պարզապես կարճ տողով, դե գործող իշխանությունների պարագայում, որ մենք ապահոված ենք, մենք հանգիստ ենք, մի հանգստացեք, տեսեք, մենք նույնիսկ գնում ենք շաբաթ-կիրակիով քարոզարշավ ենք անում կամ համակարգացների հետ ենք հանդիպում, հարցերը լուծված են եւ կանխատեսված են բոլոր կանխարգելված են ռիսկերը։ Մենք ինչ ենք տեսնում։ Տեսեք, պարենային անվտանգության ամբողջ ճակերտավոր ասած ռազմավարությունը կառուցված է ներկրվող համապատասխան ապրանքային պաշարների, համապատասխան չափականակների ապահովման հետ։ Եթե մենք խոսում ենք պարենային անվտանգության մասին, չէ՞ որ մենք ոչ արդեն կարելի ասել միջնաժամկետում, անցած միջնաժամկետում մենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը միասին դիտում ենք օրինակ ցորենի առումով ինքնաբավարարման, չէ, ինքնաբավության հարցը
գրեթե կարգավորելուն ուղղված շատ մեծ ջանքեր էինք գործադրում եւ մեր 450,000 450-ից 500,000 տոննա հացահատիկի պաշարը որպես ռազմավարական նշանակության պաշար մենք դրա ուղիղ 30%-ը ունեինք Արցախից, բերում ենք Արցախից եւ Արցախ ու Հայաստան իրար հետ որոշակիորեն կարողանում էին նաեւ ինքնաբավության հարց կարգավորեին։ Պարենային անվտանգության հարցը պետք է գյուղատնտեսական համապարփակ ռեֆորմներով լուծվի, որ քո գյուղատնտեսությունը ոչ մենակ գոյատևի, այլ նաեւ ինքը կարողանա մի կողմից ինքնաբավություն ապահովի, մյուս կողմից նաև կարողանա ապրանքների արտահանման կարողություններ զարգացնի, հետևաբար այսօրվա, այսպես որ ասում եք, ռազմավարական իրենց քաղաքականությունը, ռազմավարությունը պարենային անվտանգության հետ կապված իրենք կարծես թե համարում են լուծված, դա կարող են համարել լուծված, եթե հարցը դնում են ներմուծված պաշարների վրա, իսկ ներմուծումները մենք գիտենք, որ ժամանակ առ ժամանակ մեր երկիրը կարող է օրինակ փակվի եւ մենք ունենանք խնդիրներ։ Այս պարագայում Իրանի հետ կապված սահմանը, մենք նաեւ ունեցել ենք հյուսիսում Վրաստանի հետ կապված, մենք հիմա տեսնում ենք, որ Վրաստանում որոշակի նաեւ խնդիրներ են լինում, մեր բեռնատարները օրերով, ամիսներով եւ կիլոմետրերով կանգնած են հերթի, հետեւաբար այդ խնդիրները որ նայում ես եւ քո պարենային անվտանգության հարցը դնում ես համապատասխան ներկրումների ծրագրի ներքո, այդ նշանակում է որ դու լավ չես պատկերացնում ապագան քո անելիքները։ Խաղաղություն են բերում մեր իշխանությունը եւ նշում են, որ տեսեք տնտեսապես կապերը վերաբացվում են Ադրբեջանի հետ եւ երկաթգիծն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով, նաև Վրաստանի տարածքով գործում եւ տեսեք արդեն որքան խմբականակ սկսած հացահատիկից վերջացրած այլ բեռներով արդեն բերվում է, դե փորձերը արվում են ամսվա ընթացքում, եթե նայենք ամսվա կտրվածքով, առնվազն յուրաքանչյուր շաբաթ 1-2 այդպիսի երթ կազմակերպվում է, բայց միաժամանակ գրեթե բոլոր մեր հետևորդները, պարոն Անանյան, հասկանում են, որ այդ երթուղին հույսը դնել այդ երթուղու վրա պետք չէ եւ նույնիսկ վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանն է կարող մի օր որոշի եւ փակել։ Գիտեք, չկա խաղաղություն, կա խաղաղության պատրանք կամ այդպիսի մատուցված, այդպիսի ինչ-որ իլյուզիա եւ քանի դեռ ընտրություններ են եւ ընտրություններով չի վերարտադրվել Ադրբեջանի եւ Թուրքիային հաջո իշխանությունները, ապա կարող են ժամանակ առ ժամանակ այդպիսի բեմանքանացված մատակարարումներ իրականացվեն։ Ես որպես տնտեսագետ ասեմ Քավլիցի ցանկացած բաց, այսպես ասած, ռազմավարական կոմունիկացիա մեր համար լրացուցիչ բան է, լրացուցիչ հնարավորություն է եւ դիվերսիֆիկացիա, բայց դա ինքը իրանով չի, այսինքն եթե քաղաքական առումով ինքը վերահսկելի եւ դրա բաց լինելը կամ փակ լինելը կախված է մեկ անձի կամքից, տվյալ դեպքում հարևան երկրի ղեկավարից, ապա մենք չենք կարող խոսել, որ լոգիստիկ առումով մենք ունենք այլընտրանքային բացված ճանապարհներ։ Մենք ունենք ուղղակի այլընտրանքի մի հատ պատրանք, որ ստեղծվել է, որոշակի առաջնահերթություններ այսօրվա իշխանություններին տրամադրելու եւ նաեւ հերուն գնացող որոշակի պլաններով, որովհետեւ եթե դու հիմա օգտվում ես Ադրբեջանի մեծահոգությունից, ճակերտավոր ասած, եւ իր կոմունիկացիոն համակարգերը կիրառում ես քո ներմուծումներն ապահովելու համար, հետագայում, երբ որ դու օրինակ հայցեր ներկայացնելու կլինես միջազգային ատյաններում Ադրբեջանի առած ցեղասպանական գործողությունները վիճարկելու եւ դատապարտելու համար, ապա քննարկման է արժանանում նաև այսօրվա իրավիճակը, եթե դուք այդպես եք ասում, բայց չէ որ Ադրբեջանը ջանք է գործադրել, կոմունիկացիաները բացել, ձեզ մատակարարումներ արել, այսինքն Ադրբեջանից մատակարարումները, այդ կոմունիկացիոն ճանապարհները բացելը մի կողմից Ադրբեջանին կարծես թե ճակերտավոր ասած մաքրում է այն մեղքը, որ ինքը գործել է մարդկության հանդեպ, կամ այդպիսի նշանակություն ունի Ադրբեջանի քարոզչա մեքենայի առումով,
Մյուս կողմից ստեղ էլ ունի նախընտրական որոշակի բաներ, պաստառային նշանակություններ։ Հետևաբար այն ինչ որ տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ այդ կոմունիկացիան բաներով բացված ճանապարհներով այս կամ այն բեռը գալիս է Հայաստան, այսօրվա հայաստանյան իշխանությունների եւ այսօրվա Ադրբեջանի իշխանություններին երկկողմանի ձեռնտու է։ Պարոն Անանյան, մեր երկիրը դուք նշեցիք, որ հերոյ է ինքնաբավ լինելուց, չափազանց հերոյ է։ Գյուղատնտեսության, ձեռնարկատիրության զարգացման այս ոլորտներում խնդիրները բազմաթիվ են եւ շատ են։ Տնտեսության ընդհանուր առմամբ որ մոդելը առավել արդյունավետ կլինի, ձեր առաջարկները այս պարագայում որոնք են, դուք նաև միասնության թևերի այսպես մեծ համաժողովի ներկայացման ժամանակ ներկայացրեցիք ձեր ծրագրային դրույթները հարկային քաղաքականության վերաբերյալ։ Տեսեք, ցանկանում եմ լսել ձեզանից այդ ընդհանուր մոդելը դուք ինչպիսին եք տեսնում ամենաարդյունավետ մոդելը, որ կարող է աշխատել եւ զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Ամենաարդյունավետ մոդելը դա արժեք ստեղծող մոդելն է եւ արտահանող տնտեսություն ունենալն է։ Մենք 30 տարիների ընթացքում ավելի ճիշտ սկսած 2000 թվականից մենք ստեղծել ենք սպառման հիման վրա սպառման մոդելով տնտեսություն։ Ինչ է նշանակում դա։ Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում սկսած 2000-ականներից սկսել է զարգանալ առևտուրը, ծառայությունները, լայն թափով զարգացել է շինարարության առաջին բումը, հիշում եք մինչև 2007 թվականները, 2003-ից սկսած կարծես թե, եւ շինարարությունը եւս ոչ արտահանելի է, որովհետեւ այդ շինարարության մեջ բնակարանաշինությունն էր, որ ինքը հանդիսանում էր տնտեսության դոմինանտ ուժը կամ դոմինանտ կրողը։ Հետևաբար մենք 2000-ականներից սկսած տեսեք 2000 թվականին օրինակ չէ հնայում արդյունաբերության մասնաբաժինը եղել է շուրջ 20%, իսկ արդեն 2007 թվականին արդյունաբերության մասնաբաժինը եղել է շուրջ 13%, այսինքն մենք ինչ ենք արել արտադրություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն դրանց զարգացման փոխարեն մենք շեշտը դրել ենք ներքին սպառում ապահովող տնտեսության ճյուղերի վրա, առևտուր, ծառայություններ եւ շինարարություն։ Արդյունքում ինչ տեղի ունեցավ, առաջի, այսպես ասած, ծիծեռնակը, երբ 2009 թվականին ամբողջ աշխարհով մեկ, եթե կհիշեք, ֆինանսատեսական ճգնաժամ եղավ, եւ այդ ճգնաժամը երբ որ հասավ Հայաստան, մենք տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ էինք գրանցում եւ դրա լոկոմոտիվը շինարարությունն էր։ Մենք 2004-2008 թվականներին երկնիշ տնտեսական աճը ապահովել ենք բացառապես շինարարության հաշվին։ 2009 թվականին մենք ունեցանք 14.4% տնտեսական անկում։ Հենց շինարարության պատճառով, երբ որ շինարարությունը կանգնեց, ֆինանսական հոսքերը կանգնեցին եւ դա ցույց տվեց, որ մեր ընտրված տնտեսության մոդելը սխալ էր, իսկ դիմադրողականության առումով սխալ էր։ Մենք հետո շարունակեցինք նույն ձևով։ Մենք խորացրեցինք եւ մինչեւ հիմա մենք ունենք ինչ, հիմա էլ որ նայում եք տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ դրա բաղադրիչները, չէ, առևտուր, ծառայություններ, շինարարություն։ Կրկնվում է։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, որ եթե դու տնտեսությունդ կառուցում ես ներքին սպառողների հաշվին, այդ նշանակում է, որ քո տնտեսական աճը սահմանափակ է, որովհետեւ ինչ ուզում ես արա 3 միլիոն սպառող ունես։ Մեր Արցախահայությունը եկան 100-150 հազար ավելացրեցին, եկան ռուս-ուկրաինական հակամարտության շնորհիվ կամ պատճառով եկան ռուս-ուկրաինացի տուրիստները, միգրանտները, չէ, եւ այլն, մոտորապես պատկերացրեք մի քանի 100,000 էլ տեղ ավել, դա է քո պոտենցիալը։ Այսինքն, երբ որ տնտեսությունը աճում է եւ սահմանափակված է ներքին սպառման վրա։ Մեր ասածը տնտեսական մոդելն է, որ դու պետք է ուղղակի կառուցվածքային փոփոխության ենթարկես քո տնտեսությունը։ Դու պետք է արտադրես շատ գիտելիքահեն, բարձր տեխնոլոգիական արտադրանք եւ վաճառես դրսում։ Քո սպառողը պետք է լինի ոչ թե 3 միլիոն, այլ պետք է լինի 30 միլիոն, 300 միլիոն։ Հետևաբար այն ինչ որ արել են փոքր երկրները,
եւ հաղթահարել են իրենց փոքրությունը, ամեն մեկը իր ուղղությամբ, այսպես ասած, ամեն մեկի հաջողված փորձից դու պետք է վերցնես քո համար կիրառելին։ Էստոնիայից վերցնես քո պետական համակարգդ թվայնացնես, պետք է վերցնես Իռլանդիայից կիրառես հարկային այնպիսի համակարգ, որը տնտեսական աճ է սպասարկում, այլ ոչ թե կտրվածա տնտեսական քաղաքականությունից։ Ֆինանսատնտեսականի պարագայում Սինգապուրից օրինակ չեն կարող։ Իհարկե, հենց այդ է, Սինգապուրն էլ է փոքր, որ ինքը ֆինանսական ծառայություններ արտահանող շատ կարևոր մի հանգույց է, չէ՞։ Մենք ունենք ֆինանսական ծառայություններ արտահանելու պոտենցիալ, այո, այսօր էլ ենք դա անում, դա պետք է զարգացնել։ Իսրայելից պետք է վերցնես եւ կիրառես այդ, որ դու թշնամիներով շրջապատված, թշնամաբար տրամադրված արաբական աշխարհով շրջապատված Իսրայելը տասնամյակների ժամանակահատվածում ապացուցել է, որ ինքը կարող է ունենալ այնպիսի ռազմարդյունաբերություն, որը մի կողմից իր ռազմարդյունաբերական համալիրի կարիքներն է բավարարում, մյուս կողմից դառնում է տնտեսական շատ կարևոր շարժիչ ուժ։ Եվ նաև այդ ռազմարդյունաբերական արտադրանքը նաև ինքը ցույց է տալի, ինչպես կարելի է կիրառել նաև քաղաքացիական նպատակներով փոքր երկրների Շվեյցարիա կարող թվարկել եւ այդ փոքր երկրների հաջողված փորձը, որ սինթեզում ես միտեղ, որտեղ որ կա բնական շատ կարևոր կապիտալ, մարդկային կապիտալ, չէ՞, եւ դու զարգացնում ես գիտելիքի վրա դնում ես տնտեսություն, լոգիստիկ կառույցներդ մեծ երկրներ, օրինակ Չինաստանի հետ գալիս ես եւ իր հետ պայմանավորվածություն ձեռք բերելով իրականացնում ես հյուսիս-հարավ երկաթգծի պրոյեկտը, որը որ կոնսերվացված է 14 թվականից եւ օրինակ նաեւ ինքը ակտուալություն է ձեռք բերում, որովհետեւ Անակլիայի խորքային նավահանգիստը կառուցում Չինաստանը, հետեւաբար այս երկաթգծի իր համար Իրանը այդ նավահանգստին կապող շատ կարևոր մի հանգույց կարող է դառնալ, երբ որ դու սրանք դնում ես, երբ որ դու ասում ես Սփյուռքը պետք է դառնա իմ համազգային տնտեսության մասնակիցը, նա ոչ թե պետք է լինի որպես աջակից, այլ համասեփականատեր եւ այս ամեն ինչին նաեւ քո համար մասնակից տնտեսության, դու վերաիմաստավորում ես, երբ որ արդյունաբերական գոտիներ ես դնում կոնցեպտում եւ այդ արդյունաբերական գոտիներում զարգացնում ես այն արդյունաբերական գիտելիքային ապրանքներ արտադրելու, ծառայություններ արտադրելու մշակույթը, որը որ պետք է արտահանես, երբ որ հայտարարում ես, որ առաջի արդյունաբերական գոտին պետք է Աշոցքում կառուցես, որտեղ այնտեղ բնական հովացման համակարգը ըստ էության գործում է հովացման համակարգներ, մենք պատկերացնում ենք ինչ տեխնոլոգիաներ պետք է առաջնահերթությամբ այնտեղ արտադրվեն, կարծես թե գալիս է կարելի է եզրափակել։ Եզրակացությունը մեկն է, արտադրում ես գիտելիք, արժեք եւ մատակարարում ես աշխարհին։ Սա է մեր մոդելը։ Դուք եղել եք նախկինում պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, նախագահն, դուք լավ գիտեք, թե ենթադրենք հանքարդյունաբերությունը հնայի մեջ ինչպես է ներգրաված, ինչպես է ներկայացված։ Երկար տարիներ, չասեմ տասնամյակներ, ենթադրենք հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները խոշոր կամ ամենախոշոր հարկատուն են եղել Հայաստանում։ Այս ոլորտի զարգացման ուղղությամբ մա շատ է խոսում, գիտեք, միայն քարը կամ հանքանյութը պետք է չարտահանենք, այլ նաև այստեղ պետք է ունենան գործարաններ, որոնք կմշակեն եւ արդեն մաքուր վոլֆրամը, չգիտեմ, այն ինչ որ պետք է Եվրոպային կամ այլ երկրներին դա արտահանենք, ստանանք ավելացված արժեք։ Դուք ասեցիք այն ինչ որ գրված է մեր տնտեսական ծրագրում, այսինքն մի քանի ուղղություններ որ ասեցինք, հանքարդյունահանումը ինքը պետք է դու հումք արտահանողից վերածրես բարձր արժեք ստեղծող տնտեսության։ Այդ նշանակում որ տեխնոլոգիական հաջորդական շղթաները պետք է բերես քո երկիր եւ դրա հաջողված փորձեր կան։ Կան երկրներ, որոնք որ ունեն մեծ պաշարներ եւ օրինակ 2020 թվականից երկրներից մեկը նիկելի ամենամեծ պաշարները ունի, ինքը արգելեց արտահանումը, դրանով ստիպեց որ նիկելը որպես հումք արտադրող, հումք օգտագործող խոշոր կորպորացիաները մուտք գործեն իրար երկիր եւ կառուցեն հաջորդական շղթաների գործարանները։ Դա իրենց մոտավորապես 7 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսության իրենց ռեյտինգում թռիչքային աճ ապահովեցին դեպի վերև։ Կան այդպիսի հաջողված օրինակներ, այո, կան։
Ցավոք սրտի մենք միշտ այդ օրինակները երբ որ վերցնում ենք, մենք մտածում ենք, որ մենք պետք է համադրելի երկրների հետ մեզ էլի համեմատենք, ասենք մեծերի հետ չպետք է համատել, բայց օրինակ նույն պղնձի, մոլիբդենի եւ շատ կարեւոր նաեւ կան ոչ պոպուլյար այնպիսի հազվագյուտ հանքանյութեր, որոնք որ կարող ենք մենք արդյունահանում անել եւ դրանց հիման վրա օրինակ դնել կիսահաղորդիչների արտադրություն Հայաստանում։ Այդ դա է, որ դու պետքա Հնդկաստանը ուղղակի հիշեցի պայտակ Նարենդրա Մոդին 2005 թվականին ինքը ասեց, որ մենք պետք է գուլպաների արտադրությունից անցնենք կիսահաղորդիչների արտադրության եւ 20 տարվա ընթացքում մենք պետքա մեր արդյունաբերության տեսակարար կշիռը մեր տնտեսության մեջ հասցնենք 20%-ի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն աճ եղավ այդտեղ։ Հնդկաստանը, որ հիմա բնակչությամբ արդեն գերազանցել է, չէ, Չինաստանին, տեսեք, ինքը խոսում է ոչ թե ներքին սպառման մասին։ Ինքն էլ չի ուզում ներքին սպառման մոդել, այլ ուզում է արտահանելի տնտեսություն։ Թվում է թե 1.4 կամ 1.5 միլիարդ բնակչություն, չէ։ Լավ է, էլի, ասենք, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներքին սպառման վրա է 330 միլիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչ սպասարկում է իր երկրի տնտեսությունը։ Հա, բայց այնտեղ որտեղ մեկ շնչին բաժին ընկնող հնան $100,000 ամբողջ երկրագունդը իր ապրանքները մատակարարում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ ներքին սպառողի հաշվին Ամերիկայի Միացյալ Նահանգները զարգանում է։ Այդպիսի երկրներ մատերի վրա կարելի հաշվել։ 1.5 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանը ինքը գիտի, որ իր մեկ շնչին բաժին ընկնող հնան շուրջ $3,500 է։ Հետևաբար ինքը ինչ պետք է անի, ինքը պետք է արտադրի եւ դրսում վաճառի։ Այն ինչ որ մենք էլ ենք ասում, մենք տեսեք ինքը ունի բնակչություն, որի մեկ շնչին բաժին ընկնող հնան շատ ցածր է, որտեղ աղքատությունը շատ բարձր մակարդակի է Հնդկաստանում եւ գիտեք, այդտեղ բնակչությունը շատ այդպես շերտավորված է։ Մեր պարագայում մենք ոչ թե շատ է մեր բնակչությունը, այլ քիչ է, մեկ շնչին բաժին ընկնող հնան էլ կարծես թե Հնդկաստանի հնան 2 անգամ, 3 անգամ գերազանցում է, բայց դա դեռ չի նշանակում, որ դա այնքան է, որ դու կարող ես ներքին սպառման հաշվին քո 3 միլիոն բնակչությամբ պահես քո երկիրը։ Հետևաբար դեղատոմսը միակն է։ Պետք է դառնաս արտահանելի տնտեսությամբ երկիր եւ ձեր ասածը շատ կարեւոր է։ Շղթաները հանքարդյունաբերության ոլորտի շղթաները բերես Հայաստան։ Բարձր տեխնոլոգիական ապրանք, ավելացված արժեք, ինչպես որ դուք ձևակերպեցիք, պետք է արտադրվի Հայաստանում, նոր արտահանվի դուրս։ Այս պարագայում այս քարոզչական ամիսների ընթացքում գրեթե բոլոր ուժերը, ովքեր որ հավակնում են խորհրդարանում տեղ զբաղեցնելու, խոսում են ներդրումների մասին։ Ներդրումներ կբերենք տարբեր մոդելների մասին, խոսում են, ներկայացնում են, դուք ինչ եք ներկայացնում, դուք նաև հարկահավաքության եւ հարկային քաղաքականության մասնագետ եք եւ ղեկավարել եք այդ կառույցը, այս պարագայում դե ինչպես ներդրումները բերել այստեղ։ Կարևոր գործիքներից մեկը նաև հարկային արտոնություններ, հարկային քաղաքականությունը շատ ճկուն դարձնելն է։ Դուք խոսել եք դրա մասին, ներկայացրել եք ձեր ընդհանուր թեզերը, բայց այստեղ նաև կարևոր է հասկանալ, թե ձեր նաև մրցակիցները, ձեր գործընկեր գուցե ընդդիմադիր դաշտում գործընկեր քաղաքական ուժերը, ինչով եք դուք տարբերվում իրենցից։ Իրենք էլ են դրա մասին խոսում։ Ճիշտ եք ասում, իրենք էլ են դրա մասին խոսում, բայց տեսեք, կան քաղաքական ուժեր եւ հավակնություններ ունեցողներ, որոնք ունեցել են քաղաքական լիդերության պատմություն։ Եվ մենք տեսել ենք այդ ժամանակահատվածում իրենք ինչպես են կառավարել։ Հաջողություններ են ունեցել, նաև ունեցել են ձախողումներ եւ այլն, այսինքն այդ առումով մենք կարողանում ենք ասել, սա այն պատմությունն է, որ մենք ունենք, մեր պարագայում մենք ունենք տեխնոկրատների թիմ, որը ունի նաև պետություն կառավարելու, այսպես ասած, հաջողված օրինակներ։ Կան նաև քաղաքականություն մտած նոր քաղաքական ուժեր, որոնք օրինակ ռեսուրսային առումով հավատ են ներշնչում, չէ՞, օրինակ Ուժեղ Հայաստանը, այո, հավատ է ներշնչում։ Ինչու՞։ Մի բան է, որ երբ որ մեկը ասում է ես կգամ ստեղ գործարան կառուցեմ, մի բան է, երբ որ այդ քաղաքական ուժի լիդերն է ասում, որտեղ որ ասում է ես գործարան կկառուցեմ,
կարծես թե դրա ռեսուրսների հետ կապված խնդիր չի առաջանում, ռեսուրսը ասում են կա, բայց ով որ ասում է ես գործարան կառուցեմ, մյուս հարցը իսկ որտեղից այդ ռեսուրսները։ Տեսեք, խնդիրը նրանում է, որ ինչով ենք տարբերվում, չէ՞, մենք գիտենք, թե ինչպես պետք է մակրո մակարդակում կառուցել համակարգը։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անես, որպեսզի ներդրումները օտարերկրյա գան Հայաստան։ Դրա համար պետք է ունենաս առնվազն 4 հենասյուներ։ Առաջինը արտաքին անվտանգության հարցը պետք է լուծածելնես։ Երկրորդը ներքին անվտանգության հարցը պետք է լուծածելնես։ Ներքին անվտանգություն ասելով ես նկատի ունեմ ներհանրային այս իրավիճակը, համերաշխությունը, հանդուրժողականությունը, այսինքն այն միջավայրը, որտեղ որ մարդկային փոխհարաբերությունները լավն են։ Այսինքն առաջին արտաքին անվտանգային, երկրորդը ներքին անվտանգային եւ հանդուրժողականության մթնոլորտ, երրորդը հարկաբյուջետային քաղաքականություն կանխատեսելի, որ պետք է իմանան, որ դու կանխատեսելի երկիր ես եւ ամեն անգամ չես փոխում քո որոշումները եւ օրինակ ռեկվիզիցիայի չես ենթարկում այս կամ այն օտարերկրյա ներդրումը։ Չորրորդը կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն, այսինքն ֆինանսների կառավարում կա թե չկա։ Այս բոլորի մեջ միայն վերջինն է դրամավարկային քաղաքականությունը, որ քիչ թե շատ կանխատեսելի է, որովհետև կենտրոնական բանկը մեր կարողացել է տարիների ընթացքում, նույնիսկ վերջի, ասենք 8 տարիների ընթացքում ինքը կարողացել է մի կերպ իր կանխատեսելիությունը էլի որոշ չափով ապահովել։ Մենք ունենք, այո, նորմալ կանխատեսելի առողջ բանկային համակարգ, որը ֆինանսական ծառայություններ է առաջարկում ոչ մենակ ներսի, այլ նաև դրսի իր հաճախորդներին։ Հետևաբար այս 4-ը անելու մենք գիտենք ինչ պետք է անել։ Մենք սա պետք է ասենք ժողովրդին։ Մեր մյուս մրցակիցները կարող են ունենալ իրենց առաջնահերթությունները։ Չէ, կարող են ասել մենք այստեղ էս ենք անելու, էս ենք անելու մյուսը։ Ամենակարևորը գիտեք որն է, որ հավաքական առումով կարծես թե ընդդիմադիր կեցվածք ունեցողները շատ ավելի համոզիչ բաներ ունեն ասելու, չէ, համընդհանուր եթե վերցնենք, չէ, բայց այսօրվա իշխանությունները չունեն որևէ համոզիչ բան, որտեղ իրենք չեն կարող տնտեսական առումով խոսել օրինակ օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին, որտեղ իրենց որոշումներով օրինակ ռեկվիզիցիայի են ենթարկել օտարերկրյա ներդրում ունեցող շատ կարևոր էլեկտրացանցերը նկատենք։ Այո։ Իրենք օրինակ փայամասնակցություն են նվեր ստացել մի քանի ընկերություններից բաժնետերերի կամ բաժնետերերի փոփոխության կամ բաժնեմասերի որոշակի զամբյուղի փոփոխության համար։ Պղնձամոլիբդենային կոմբինատը այս բանը։ Պղնձամոլիբդենային կոմբինատը, Vivan մյուսը դե բոլորը պետք չի թվարկել, ամենայն դեպս հասկացանք։ Հետևաբար այսպես ասենք հակաիշխանական դիրքավորում ունեցող ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժերը տնտեսական առումով եւ պետություն կառուցելու առումով անգամներով շատ ավելի համոզիչ են։ Այսօրվա իշխանությունները ոչ։ Հետևաբար ձեր հարցը թե մյուսները ինչ են առաջարկում, ես չէի ուզի հակադրվեմ, թե մենք ինչ ենք առաջարկում, իրենք ինչ են առաջարկում։ Շատ դեպքերում մեր առաջարկածը նրանց շարունակությունն է, նրանց առաջարկածը մեր շարունակությունն է եւ համընդհանուր առումով կարծես թե շատ բան էլ չկա անելու, այսինքն այնպես չի որ դու պետք է մի այնպեսի գյուտ անես ու Նոբելյան մրցանակ ստանաս դրա համար։ Շատ պարզ է, ամեն ինչ ինչա պետք է անել։ Միտեղ պետք է ուղղակի ցուցադրես քո կամքը, քո գիտելիքը, քո կարողությունը։ Մյուս դեպքում մյուս ուժը կարող ցուցադրի իր ռեսուրսների բանը, բավարար ռեսուրսներ տրամադրելու իր վճռականությունը։ Հետևաբար հավաքական կերպով պետք է մտածել այս կողմը ինչ առաջարկում, իսկ այսօրվա իշխանությունը ընդհանրապես ինչ առաջարկում կամ ունի արդյոք այդ առաջարկը թե ոչ։ Դրամավարկային քաղաքականության մասին դուք նշեցիք, պարոն Անանյան, տեսեք, մեր հետևորդներին համակարգացներից, համերկրացիներից գերակշիռ մասը ունեն վարկեր, դրանք լինեն սպառողական վարկեր, այլ վարկեր, եւ գրեթե բոլորը միանշանակ այստեղ եթե ներկա լինեին կնշեին, որ գիտեք, այդ վարկերի տոկոսադրույքները բավական բարձր են։ Բիզնես վարկերն էլ են բավական բարձր։ Մենք ներդրումներից էինք խոսում, բա ներքին ներդրումները երկրի ներսում ինչպես անել, բիզնես ինչպես զարգացնել։ Դուք դրա մասին նշել եք ձեր պրեզենտացիայի ժամանակ, որ դե փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը ինչպես ի վերջո այս հարկային բեռը փոքրինչ ոչ թե մեղմացնել, այլ
գուցե եւ մեղմացնել, բայց փորձել նաեւ ճկուն դարձնել։ Որքան հասկանում եմ, աստիճանական հարկատեսակների մասին է խոսքը։ Փոքր ու միջին ձեռնարկատիրության մենք հայեցակարգ ունենք, այդ հայեցակարգը սկսվում է հետևյալ խոսքերից, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը դա մեր տնտեսության սոցիալ-հոգևոր ողնաշարն է։ Ինչու՞։ Միջին խավա ձևավորում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը։ Մենք պետքա ինչ անենք իրենց։ Մենք պետքա իրենց սարքենք բարձր արդյունաբերական կառավարման առումով հասանելիություն պետք է ապահովենք բոլոր տեխնոլոգիաներին։ Մենք պետք է իրենց ապահովենք ֆինանսական հասանելիություն, դա նշանակում է թե ներդրումային ֆոնդերի համապատասխան միջոցների տրամադրում, ինչպես նաև նշանակում է նաև կապիտալի գործիքների միջոցով ֆինանսական միջոցների ձեռքբերում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ օրինակ պարզեցված հասանելիություն բորսայական կապիտալին։ Սա ենք առաջարկելու։ Մենք առաջարկելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը համաչափ հարկային բեռ։ Մենք չենք ասում, որ դու չպետք է հարկվես, մենք ասում ենք դու պետք է հարկվես, բայց քո նկատմամբ հարկային բեռը ոչ թե պետք է լինի պատժիչ, այլ պետք է լինի հասկանալի։ Դրա համար մենք մի շատ կարևոր բան ենք ասում, քանի դեռ ես այդ համաչափ բեռի իրավակարգավորումները չեմ ներկայացրել քեզ, ես կվերացնեմ այն օրենսդրական փոփոխությունները, որով որ 25 թվականի հունվարի 1-ից քո հարկային բեռը կրկնակի բարձրացավ եւ քո հաշվետվողականության նկատմամբ պահանջները դառան շատ ավելի ծավալուն եւ ինչ որտեղ նաեւ ոչ հիմնավոր։ Հետևաբար մենք ինչ ենք ասում, կվերադարձնենք ստատուս քվոն, կբերենք այն միջավայր, որ դու սովորել ես եւ որը կարծես թե քո համար այդքան ծանր չէր, կար թեթև հաշվետվողականություն համեմատաբար եւ կրկնակի պակաս հարկային բեռ այսօրվանից, միջև որ ես կասեմ, որ շրջանառության հարկը վերացնում եմ եւ ավելացված արժեքի հարկը վերացնելու եմ աստիճանաբար, քանի որ ես սպառումը չեմ էլ հարկելու, այլ հարկելու եմ արժեքը ստեղծող, չէ՞ որ մենք իրար հետ խոսեցինք, որ սպառման մոդելից անցում ենք կատարելու արտահանելի մոդել։ Այսինքն ավելացված արժեքի հարկը աստիճանաբար վերանալու է, շրջանառության հարկը անմիջապես է վերանալու եւ դրանք փոխարինվելու են տրանզակցիոն կամ վաճառքի հարկով 5% դրույքաչափով պարզ մոդելով եւ շատ պարզ հաշվետվողականությամբ։ Սա շատ դեպքերում մասնագետներն ասում են, բայց ինչպես պետք է փոխհատուցես այն հարկային կորուստները, որ կարող է ունենալ։ Ես ասում եմ, որ դրա հետ միասին այն արդյունաբերական գոտիները, որ ասում էինք, ընդեղ էլ լինելու է գրեթե զորական հարկային համակարգ, որտեղ այդտեղ ստեղծող արժեքը, ապրանքը, ծառայությունը հիմնականում արտահանման համար է լինելու, բայց քառակուսի մետրի համար վճարելու են իրենք վճար, որը իր մեջ պարունակելու է էներգակիրների տրամադրում, տեղի տրամադրում, կոմունիկացիաների տրամադրում եւ այլն։ Այդ վճարները իրենք գնալու են պետական բյուջե եւ պետական բյուջեի հարկային եկամուտների եւ ոչ հարկային եկամուտների համամասնությունը աստիճանաբար իջնելու է։ Այսօրվա 95%-ի փոխարեն մենք այդ 95% աստիճանաբար իջեցնելու ենք 80, 82, 70, 75 աստիճանաբար։ Հետեւաբար, երբ որ քու հարկային եկամուտների տեսակարար կշիռը մի քիչ կիջնի այլ եկամուտների հաշվին, դու դրա հիման վրա դու կարող ես քեզ թույլ տաս, այո, իրականացնես այն ռեֆորմները, ինչ որ ես ասացի, անուղղակի հարկերի ռեֆորմները, ավելացած արժեքի հարկի աստիճանական վերացումը եւ շրջանառության հարկի անմիջապես վերացումը։ Բացի դրանից, մենք պետք է վերաիմաստավորենք եկամտային հարկի եւ շահութահարկի այսօրվա, այսպես ասած, հարկման համակարգը։ Մենք պետք է ներդնենք պրոգրեսիվ հարկման համակարգեր, որը թեև մենք ունեինք մինչև 20 թվականը, բայց այնքան բարձր էին տոկոսադրույքները, որ իրական պրոգրեսիվություն չէին ապահովում։ Նրանք շատ մեծ հարկային բեռ էին հանգեցնում եւ ավելի մեծ եկամուտներ ունեցողներին տանում էր տարբեր զարտուղի ճանապարհներով իր եկամուտների տրհոման այդպիսի համակարգերի կամ այդպիսի մոտեցումներ։ Սոցիալական արդարության մասին եք նաև խոսում։ Այո, սոցիալական արդարության մասին ենք խոսում եւ այս սոցիալական բևեռվածությունը, գիտեք, համաչափությունը դա այն բառն է, որը որ փոխարինում է հարկման ընդհանուր նաև ակադեմիական աշխարհում եւ հարկման բանում արդարություն բառը չի օգտագործվում, որովհետեւ չի կարող
հարկադրանքը եւ արդարությունը իրար հետ զուգահեռ գնան։ Հետեւաբար հարկադրանքի հետ օգտագործումը համաչափություն տերմին է։ Այսինքն բարձր եկամուտ ունեցողը բարձր պետք է հարգվի, ցածր եկամուտ ունեցողը ցածր պետք է հարգվի։ Բայց մենք այս դեպքում այդ օրինակ 20% եկամտային հարկը, որ այսօր համահարթ տոկոսադրույք է, չէ, մենք ոչ թե 20-ը թողելու ենք որպես բազիսային, այլ բազիսայինը մեր համար իջնելու է 12-ը։ Այսինքն մենք ոչ թե 20-ից գնում ենք դեպի 35, այլ 12, 18, 22 եւ 28։ Եթե վերցնենք այս քառաստիճան, քառակայլ այդ պրոգրեսիվությունը մեր մոտ բերելու է սոցիալական արդարության։ Շնորհակալ եմ, պարոն Անանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր հետևորդներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Սա Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումներ, ես Դավիթ Աղաբեկյանն եմ առայժմ։